Еще здравствуйте. Вы можете со мной общаться и на русском языке, и Կարող ենք հայերենով, եթե ձեզ հարմար է։ հայերեն։ Ինքը գրեց, բայց ես սիվա դուք ուր եք տանելու ինձ։ Это что за акция? Ես ներկայացնում եմ մեր ձևով շարժումը, движение մեր ձևով։ Да. Նոր движение молодых людей, երիտասարդների շարժումը ու Սամվել Կարապետյանի կողմից հիմնված։ Թատրոնում եմ աշխատում այստեղ ռուսական 46 տարի։ Ռևիզորն էինք նայում, չէ՞։ Դա ռևիզոր։ Այդ փոքր դպրոցը դուք քանի տարեկան եք։ Ես 34։ Դուք փոքր եք եղել, երբ մեր իմ տղան ռևիզորում խաղում է, հա։ Լեստակովը։ Իմ տղան շատ դաժան կերպով իր ծննդյան 30-ամյակին վախճանվեց մեքենայով։ Երևան Կենգիբարյան։ Ես շատ ցավալի եմ ընդունում ամեն ինչը դրանք, որտեղ ինչ որ մարդկային մեծ տարով մարդկային հարաբերությունները ինչ որ շատ խախտվել է։ Ինչ որ չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Այդքան կյանք տեսնելով, այդքան ամեն ինչ։ Իսկ օրինակ սենց էտապներ էլի եղել է ձեր կյանքում, որ հասարակությունը սենց լարված լինի իրար հետ, սենց ատելության մթնոլորտ լինի, լարված լինի, էլի սենց էտապներ հիշում եք ձեր կյանքում, որ հայ հասարակությունը սենց իրար հանդեպ գծված լինի։ Դուք ձեր կյանքի ընթացքում հայկական հասարակությանը սենց լարված տեսել եք, որ հայ հասարակությունը սենց այո։ Ոչ։ Որքան է ես փոքր էի դեռ 12 տարեկան դասացին, որ ինչ-որ հայրիկս չի գտնում աշխատանք, որովհետև ասել են ազգանունը փոխի, Գասպարյան չլինի։ Հանրապես հայկական քո պատմական ամբողջ գիտակցությունը, ինչը որ փոխես քո հայկականության մեջ, վերջում կորցնելու ես քեզ ամբողջությամբ, ազգանունը, քո սիմվոլները, պետքա չփոխես, եթե ուզում ես հայկականությունը պահպանենք։ Ամեն մարդ իր ազգի պաշտպանը պետք է լինի։ Յուրաքանչյուր հայը հիմա ես ուրմանում եմ, որ չեն կարողանում անավան դուք որ հետ սկզբից մեր զրույցի Սամվել Կարապետյանի մասին տվեց, ինչու չեն կարողանում մենք հաղթենք, այսինքն որ մենք նկատում ենք կողմնակիցները ֆիզիկապես երիտասարդ, հաճելի, գրագետ, ամեն ինչով ես նույնիսկ շատ կներեք ինչ եմ հասկանում, ինչու՞մ է մեղավոր, ինչու՞մ են մեղադրում, որ հիմա դեռ ձգձգում են և հիմա որ չկար, ազատ չէ։ Կարևորը Հայաստանը փոխվի։ Շատ հաճելի է ձեզ հետ շփվելուց հայեցիությունը պահպանելու միակ ճանապարհը երբեմն չզիջելն է։ Իմ իջալոց մի հատ էլ ասեմ ու գնում։ Շատ թատերական ավարտում են հայերեն միայն իմանալով գալիս են ռուսական թատրոն աշխատելու։ Ռուսական թատրոնում չմնալով ճիշտ ռուսերենը ես հուշում եմ, օգնում եմ, որ ճիշտ բեմ դուրս գալուց խոսեք, բայց հայությունը պաշտպանեք ձեր, հայ լեզու պաշտպանեք։ Ամեն տեղ, ամեն ինչը հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ Հայերեն հաջողություն։ О, вы я